Բարև ձեզ Տիկին Փոստանջյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր խոսքը եւ այսպես գիտեմ, որ դուք այսօր ծավալուն նորից խոսելու եք Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող այս խոշտանգումների մասին, բայց մինչ այդ երեք Ռուբեն Մելիքյանը փաստաբան ահազանգում է, որ խայտարակ քրեական գործ են հարուցել Վեհապար Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ։ Մինչև մեր եթեր մտնելը դուք ծանոթացաք ինչի մասին է խոսքը եւ այսպես ըստ էության նպատակն է այս քրեական գործով խոչընդոտել, որպեսզի Վեհապար Հայրապետն ու Գերագույն հոգեվոր խորհուրդը դուրս չգա, այսպես ասենք, հա, մեր երկրից եւ եպիսկոպոսար ժողովի գումարումը տեղի չունենա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետ, այս խայտարակ հետապնդումները, որին մենք ականատես ենք լինում, համեցեք։ Այս պայծրությամբ կարող ենք արձանագրել, որ նոր քաղաքական հետապնդում է իրականացվում, նոր մարդկանց ներգրավելու նաև տեսանկյունից, որոնց մեջ է այդ թվում նաև Վեհապարը եւ այլ անձինք, որն է նպատակը, իհարկե պատժելը, իսկ պատժում են, ինչպես են կարողանում պատժել, պատժում են այնպես, որ ընտրում են խափանման միջոցներ։ Ոմանց համար ընտրվում է ծայրահեղ խափանման միջոց կալանավորումը, ամիսներ շարունակ, իսկ ոմանց նկատմամբ ընտրվում են այլ խափանման միջոցներ, որպեսզի արգելափակեն նրանց նաև գործունեությունը։ Դրա համար է այս քրեական հետապնդումները, որովհետև որևիցե հիմքեր եւ այլ հարցեր այսպիսի քրեական հետապնդումներով չեն լուծվում, այսինքն պետությունը ունենալով առաքելություն իրականացնելու որոշ դեպքերում հանրային քրեական հետապնդում, այս դեպքում ոչ թե այդ առաքելության մեջ է գործում, այլ գործում է ապօրինի։ Իդեմս այդ իրավապահ մարմինների, որոնք ներկայացրել են, ինչ որ նախաձեռնել են քրեական գործընթացներ։ Հիմա մենք խոսենք այդ ժողովի մասին, եթե մտածում են այս ոչ իրավաչափ գործողություններով խոչընդոտել այդ ժողովի կայացումը, ապա այնքան թույլ են իրենց մոտեցումները եւ նաև նպատակներին հասնելու, այսպես ասած, իրենց նպատակներին հասնելու հնարավորությունները այնքան լավ չեն հաշվարկված, որ չեն հասկանում, որ նույն այդ ժողովը կարելի է իրականացնել թվային հեռարձակման միջոցով եւ նաև թվային կապի միջոցով, մասնակցելով այդ ժողովին, ուղիղ կապ հաստատելով ժողովի մասնակիցների հետ, թեպետ ժողովը կգտնվի, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի կղզիում կամ ինչ որ մի տեղ, որը դուրս է Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Հետևաբար չեք կարող ուրախանալ այս քրեական հետապնդումով, ընդհակառակը այս քրեական հետապնդումը եւ քրեական գործի նախաձեռնումը եւս մեկ անգամ խայտառակելու է այս իշխանությունների նաև այլ ատյաններում եւ այս հետապնդումների մասին զեկույցներ, բողոքներ եւ այլն կազմվելու են եւ ներկայացվելու են համապատասխան ատյան